Ժամանակակից աշխարհում տեխնիկան եւ տեխնոլոգիաներն ապրում են աննախադեպ առաջընթաց, որոնց առանցքում է արհեստական բանականությունը կամ արհեստական ինտելեկտը։ Կիրառման լայն հնարավորություններն ու զարգացման արագ տեմպերն այսօր բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման եւ առաջադեմ գաղափարների կյանքի կոչման կարևոր գործիք են։ Մասնագետների գնահատմամբ արհեստական բանականության գործիքների տիրապետումն այսօր ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ ու անխուսափելի պայման է ժամանակակից մասնագիտական միջավայրում մրցունակ լինելու համար։ AI-ի կիրառման բնագավառները սահմանափակված են ոչ թե AI-ի հնարավորություններով, այլ մարդու պատկերացումներով։ Այնքան բան կա, որ մենք չենք պատկերացնում, որ դա AI-ը շատ ավելի լավ կարողանի, մի հատ էլ փորձենք տեսնենք։ Ու ելույթի ընթացքում ես հետո մտածում, որ մարդիկ սկսեն մտածել, երբ ինչ-որ խնդիր էր առաջ ցակեց, դա AI-ը կարա լուծի թե չէ։ Եթե AI-ը չի կարող, իսկ կարա AI-ը ինձ օգնի, որ ես ինչ-որ գործիք ստեղծեմ, ոչ թե դա լուծի։ Մարդու կողմից ստեղծված ծրագրերն այսօր արդեն ունակ են վերլուծելու, սովորելու եւ որոշումներ կայացնելու, մարդուն բնորոշ մտածողությանը մոտ մեխանիզմներով։ Այդ նպատակով անցկացվող հեքեթոնը միտված է առավել մատչելի ու հասկանալի ձևով ներկայացնել արհեստական բանականության սահմաններն ու հնարավորությունները։ Ոլորտի նրբությունները, հաջողելու կարևոր քայլերը մասնակիցներին լավագույնս փոխանցում են Anonix, MFM Soft եւ այլ առաջադեմ ընկերությունների մասնագետ մենթորները։ AI Master Challenge մրցութային փուլի շրջանակներում արհեստական բանականությանը լավագույնս տիրապետող մասնագետ մենթորները ուսուցմանը զուգահեռ մասնագետների ներգրավմամբ փորձում են գործնականում կիրառելի դարձնել արհեստական բանականության գործիքակազմը։ Հեքեթոնի կարևոր խնդիրներից է նաև օգնել հաղթահարել սկսնակ ծրագրավորողների շրջանում առկա մտավախությունները, թե արհեստական բանականության զարգացման արդյունքում ծրագրավորողների դերը կարող է նվազել։ Փոխարենը ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը ոչ թե փոխարինում, այլ ընդլայնում է նրանց հնարավորությունները։ Այն մարդիկ, ովքեր որ լավ չեն տիրապետում AI գործիքներին, իրենց հնարավորությունը մանդածում են, որ AI-ը ամենակարող է այս պահին ու առանց մարդու հնարավորություն ունի ամեն ինչ անելու։ Բայց դա այդպես չի։ Մարդն է կառավարում, այսպես եւ եթե դու ծրագրավորող ես, գիտես տեխնոլոգիաները, դեպաբար դու ավելի հեշտ ես կարողանում օգտագործել AI գործիքները եւ ավելի արդյունավետ ես կարողանում ստանալ լուծումներ։ Արհեստական բանականության գործիքները կիրառելու եւ ոլորտային գիտելիքները զարգացնելու կարևոր հարթակ էր հեքեթոնը, որի մրցութային փուլի մասնակիցները մինչեւ 5 հոգանոց թիմերով կամ անհատապես միջոցառման ընթացքում աշխատեցին AI հիմքով լուծումների մշակման վրա, լուծելով իրենց հանձնարարված խնդիրները եւ ներկայացնելով վերջնական արդյունքները ժյուրիին։ 6 խնդիր, ներկա արդեն 10-ից ավել թիմեր դրա վրա աշխատում են, ոնց որ 14 վերջին տրվածով։ Պետք է կան ներկայացում անեն, ինչ հաջողություններ են հասել։ 3 խնդիրը բավականին բարդ է լինելու, դրանց լուծումները գտնելը, եթե նույնիսկ կարողանան գտնել։ Բայց մի քանի մակարդակի է։ Նաև պետք է հասկանալ, մասնակիցներն արդեն ոչ միայն առաջի փուլն են անցել, նաև թիմեր են, ընկերություններ են ներկայացված, այսինքն արդեն իսկ մասնագետներ են մասնակցում։ Օրինակ խնդիրներից մեկը դրված է շրջանցել կայքերի կապչան, այն որ ստուգում է դուք ռոբոտ եք թե ոչ։ Դա սովորական կոդի մակարդակով անհնար է լուծել, բայց AI-ին մի քիչ սովորացնելով, զարգացնելով հնարավոր է դա շրջանցել։ Կարևոր այս հեքեթոնը հայտադրման փուլից սկսած հետաքրքրություններ առաջացրել, Գյումրիում համախմբելով ծրագրավորողների, ինժեներների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ստարտափ թիմերի եւ արհեստական բանականությամբ հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների, ինչպես տարբեր մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից։ Միջոցառումը ձևավորել էր նաև տեխնո-կրթական միջավայր, հիմք ստեղծելով հետագա համագործակցությունների եւ շարունակական զարգացման։ Դիմել էին հայտարարությամբ 100-ից ավելի երիտասարդներ, որոնք անցել են առաջին փուլը, այսինքն ունեցել են բավարար գիտելիքներ AI-ի եւ ՏՏ ոլորտի ծրագրավորման մասին, որովհետեւ այստեղ կոնկրետ ժյուրիների կողմից, հմուտ կազմի կողմից մարդիկ, ովքեր AI-ի հետ, այսպես ասած, դույով են խոսում, հմուտ կերպով տիրապետում են AI գործիքակազմում, տալիս են հանձնարարություն եւ ըստ էության այդ հանձնարարությունը չէին կարող իրականացնել ոլորտից անտեղյակ մարդիկ։ Ուստի սա լավ միջոցառում է, որը մեկտեղում է ՏՏ-ով հետաքրքրված տարբեր անձանց եւ մեսեջը այն է, որ AI-ը գալիս է ոչ թե ջնջելու շատ մասնագիտություններ, այլ ճիշտ հակառակը AI-ի միջոցով մասնագետները դառնում են ավելի հմուտ եւ ավելի արագ արձագանքող տարբեր իրավիճակներին։ Ծրագրի մրցութային փուլի ավարտին կազմակերպիչները լավագույն եւ աչքի ընկնող գաղափարներն ու լուծումները ներկայացրած հաղթող 6 թիմերի համար պատրաստել էին խրախուսական դրամական մրցանակներ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը $3000 էր, որը մրցույթի ավարտին դարձել է $4000։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։